Փնտրեք ինձ Slack-ի եթերում։ Ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիան, որտեղ պատրաստվում են աշխարհի առաջնությանը։ Հետաքրքրեց ուրեմն հերթական պարզաբանումը անձամբ Գոր Վարդանյանից Slack-ի եթերում։ Ասեմ, որ ամսի 4-ին դեկտեմբերի այստեղ ֆեդերացիայում կայացավ սերգոտիների 2016 թվականի տարեվերջի քննությունը, թվով մոտավորապես 32 հոգի հանձնեցին սերգոտի որակավորում, որից 30-ը առաջի աստիճանի որակավորում ստացավ սերգոտի եւ 2 հոգի երկրորդ աստիճան։ Շատ լավ էին պատրաստվել մեր մարզիկները, բավականին բարձր ցուցանիշ էր այդ ցուցանիշը եւ իրենց ֆիզիկական եւ բարոյական վիճակն էլ բավական բարձր աստիճանի վրա էր, այսինքն մարզիչների կատարած աշխատանքը արկա էր եւ շատ ցայտուն երևում էր, որ բավական մեծ աշխատանք են կատարել այս ամիսների ընթացքում։ Միջազգային կարգի սերգոտիներ ստացան 30 մարզիկ, որոնք համալրեցին միջազգային սերգոտիների ասոցիացիայի շարքերը։ Անձամբ ես ինքս հետևել եմ եւ անցկացրել եմ սեմինարը 3, ասեմ, որ շատ տպավորիչ էր եւ շատ ուրախ եմ, որ մեր Հայաստանում մեր ֆեդերացիան նման աշխատանք է իրագործում։ Ամսի 3-ին պետք է լիներ պրոֆեսիոնալ մենամարտներ այստեղ, այնպես եղավ, որ զուտ տեխնիկական պատճառներով մենք տեղափոխեցինք դա Իսպանիա, Վալենսիայում, Լա Նուիսա քաղաքում անցկացվելու Mix Fighting ակումբի ֆեդերացիայի հետ համատեղ։ Ինչի զուտ տեխնիկական է բնույթը, որովհետև նպատակահարմար էր այնտեղ այս պահի անել, բայց մենք հիմա աշխատում ենք 2017 թվականի վրա, մարտ ամսին պետք է լինի բավական խոշոր մրցումներ Հայաստանում Դուքենդոյի պրոֆեսիոնալ լիգայի եւ Երևանը լինելու է աշխարհի ուշադրության կենտրոնը մարտ ամսին։ Այժմ մենք բավական լուրջ Հայաստանի ֆեդերացիայի հետ պատրաստվում ենք այս միջոցառման եւ այստեղ հույր է լինելու տարբեր կարգի, տարբեր աստիճանի մարզիկներ Հայաստան են գալու, Դոն Դրագոն Վիլսոնն է գալու անձամբ։ Ամեն ինչ անում ենք, որ այս մրցումները գարնանը լինեն շատ հետաքրքիր եւ տպավորիչ, ամբողջ աշխարհի ուշադրությունը լինելու է Երևանի վրա։ Սա աշխարհի առաջին ընտրական պրոֆեսիոնալ լիգայի մրցումներն է։ Այնպես չի, որ հաղթողները դառնում են աշխարհի չեմպիոն։ Նրանք պետք է 3-4 մենամարտ հաղթեն, որ մենամարտեն աշխարհի չեմպիոնի տիտուլի համար։ Հիմա այս պահի դրությամբ պետք է մասնակցեր 5 մարզիկ Իսպանիայում, Հայաստանից, բայց մասնակցելու է 3 մարզիկ, որովհետև 2 մարզիկը ունեն բանակի տարիքն է իրենց մոտ եւ պետք է ձևակերպեն բանակ, այդ պատճառով չեն գնում, բայց կարծում եմ, որ հաջորդ մրցումներին նրանք արդեն կմասնակցություն կունենան այս կարգի։ 3 մարզիկ մասնակցում են։ Ես ողջունում եմ մեր մարզիկներին, մեր ֆեդերացիային, մեր բոլոր հետևորդներին, ովքեր որ միշտ մեր կողքն են, մեր հետ են եւ հետևում են ակտիվորեն եւ աշխատում են այս լավ ծրագրի իրականացման վրա, ասեմ, որ 2017 թվականին արդեն բավական մեծ եւ ավելի լայն մասշտաբով պետք է աշխատի Դուքենդոյի ֆեդերացիան, նախ World Dukendo Federation-ը աշխարհում, տարբեր երկրներում մրցումներ եւ պրոֆեսիոնալ լիգայի եւ սիրողական եւ մոտավորապես 8 երկրում ազգային ֆեդերացիաների նոր բացում պետք է արվի։ Այնպես որ հաջորդ տարի բավական ծանր եւ աշխատանքային տարի է լինելու սպորտային առումով մեզ համար եւ մնացած առումներով էլ նույնպես։ Իսկ հիմա դեռ մտածում ենք այս 2016 թվականի փակման մասին եւ մենք ուսումնասիրում ենք արդյունքները, թե քանի տոկոսով ենք աճ ունեցել 2016 թվականին, ուրախալի ցուցանիշներ են առայժմս երևում, բավական մեծ քայլերով առաջ են գնացել 2016 թվականին։ Ես հավանաբար այս ամանորը այստեղ չեմ լինելու Հայաստանում, բայց հոգով այստեղ եմ լինելու բոլոր շրջապատի եւ իմ հայրենակիցների հետ։ Ես կցանկանամ առաջի հերթին մեր երկրին խաղաղություն, պատերազմ չլինի, զոհեր չունենանք, տղաները հանգիստ իրենց ծառայությունը անցկացնեն սահմաններում։ Ես միայն մի բան կցանկանամ, որ մեր ազգին պետք է միասնություն։
հավատք, սիրենք իրար եւ այդ ամենից հետո կլինենք հզոր եւ ուժեղ։ Փնտրեք ինձ Slack-ի եթերում։